Հրանտ Հակոբյանը։ Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանին, սիրելի արտիստ, հայ կինեմատոգրաֆիստների միությունը սրտան շնորհավորում է ձեր պանծալի Հոբելյանի կապակցությամբ։ Դուք պատկանում եք այն սերնդին, որը 20-րդ դարի 50-60-ական թվականներին նոր լիցք թարմություն հաղորդեց մեր ազգային արվեստին։ Ղարաբաղցի պլպուղիից սկսվեց ձեր դերասանական հաղթարշավը բեմահարթակում, բազմաթիվ դերեր, հաճախ զուտ խարակտերային և էպիզոդիկ, որոնք միշտ գրանցվում էին հանդիսատեսի հիշողության մեջ։ Իմպրովիզացիայի և պարոդիայի յուրատեսակ տաղանդը բացեցին ձեր ճանապարհը և բեմահարթակից դուրս։ Հեռուստատեսությունը ընդլայնեց ձեր խաղացանքը և դարձրեց ընկալելի ողջ ժողովրդի համար։ Ցավոք, սակավաթիվ են ֆիլմերը ձեր մասնակցությամբ, բայց առաջին ձեր կինոհայտնությունը Տիրացու Կիրակոսը, իսկ հետո Սուտլիկ Որսկանը, նաև Շրթներք համար 4-ում ձեր հարևանը մինչև այսօր չունեն իրենց մրցակիցը։ Սիրելի Կիմ, ցանկանում ենք քաջ առողջություն և միշտ կենսուրախ տրամադրություն։ Հարգանքով և սիրող Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանց։ Եվ մի փոքրիկ նվեր, ես լսում էի դահլիճից Նարդու հետ կապված ձեր պատմությունը, որ չեք տարվում, այլ պարտվեցիք։ Մենք կինեմատոգրաֆիստները որոշեցինք ձեզ նվիրել Նարդի, որ դուք միշտ հաղթեք և չտարվեք։ Այո, խնդրեմ։ Խաղատախտակի վրա գրված է, փորագրված է, սիրելի Կիմ ջան, եվս 80 տարի գլորես զառերդ։ Իսկ հիմա իմ կողմից անձամբ, քանի որ մեր շատ սիրելի Հոբելյարը խոսեց Հայաստանի և Երևանի իր սերը, ուրեմն արտահայտեց Հայաստանի և Երևանի հանդեպ, ես իմ կողմից անձամբ ուզում եմ նվիրել իմ նկարահանած ֆիլմերից 3-ը, որոնք վերաբերում են Հայաստանին։ Դա Հայրենիքս Հայաստան խորագրով, ընդհանուր խորագրով ֆիլմաշարն է, իսկ 3 ֆիլմերը, որ հիմա կնվիրեմ մեր շատ սիրելի Հոբելյարին, Հայրենիքս Հայաստան շարքից Լորվա աշխարհը, Շիրակ աշխարհը և ամենավերջինը Արագածոտը։ Շնորհակալություն։ Ձեզ Կիմ, մեր թատրոնի երիտասարդ դերասանները ձեզ մի փոքր անակնկալ ունեն, այսինքն մի փոքրիկ նվեր հիմա կհանձնեն, այն որ ամբողջ երեկոյի ընթացքում Թիթեռնիկը կանգնած այնտեղ նկարում էր, դա ձեզ համար անակնկալ է։ Խնդրեմ, հանձնեք նվերը։ Շնորհակալություն։ Կիմ Անդրեյիչ, ձեզ ուզում է ողջունել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը։
ոնց էլ ապերեցիք։ Ջան, կարծում եմ, որ մի 3 երեկո քեզ համար պիտի կազմակերպել, որովհետև իհարկե դու անսպառ նյութ ունես մեզ պատմելու, եւ մենք էլ երևի թե շատ նախ շնորհակալություններ ունենք քեզ ասելու, թվարկելու 10 գրկաչափ եւ ավել արժանինքներ ունես, որոնցով մեզ միշտ աննկատ կամ էլ նկատելի հումորով փորձել ես ասել, թե ինչպես գնալ, այս կյանքում ոնց քայլել։ Բացի այդ էլ գոնե ես որպես բեմադրիչ ու կարծում եմ ուրիշներն էլ, թե կինոյի ասպարեզում, թե հեռուստաթատրոնի, գուցե նաև կոմեդիայի երաժշտական թատրոնում գտնվեն մարդիկ, որոնք քեզ ունեն ասելու ներիր մեզ, ռեժիսորներիս։ Բայց շատերս, բոլորս իհարկե, այստեղ նստածներին երևի միայն երիտասարդ սերունդը որոշ չափով չգիտի, իսկ բոլորս մնացածս գիտենք, որ իսկապես անկրկնելի դերասան է Կիմ Երիցյանը, բայց քչերս գիտենք, այստեղ նստածներից ոմանք գիտեն, որ անկրկնելի ընկեր ու մարդ է կյանքում։ Հիմա տեսակ դա, բայց պիտի հետո ճանապարհ գնաք, հետը մի ջրի ափին նստեք, հետը մի կտոր հացպանիրով եւ իհարկե լավ քաշած օղիով կամ գինիով զրից անեք, ինքը պատմի այնքան բան, որոնց մեծ մասը անցել է իր գլխով, ինչպես ասած, իր երակների մեջով, մի մասն էլ այնքան երևակայություն ունի, որ չի կարող չզարդարել այդ պատմությունները։ Կիմ ջան, շնորհակալություն քեզ կենցաղում տված դասերիդ համար։ Մերսի քեզ, եղբայր։ Իսկ հիմա քեզ ողջունում է քո հարազատ թատրոնի Հրաչյա Ղափլոնյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի արտիստական ամբողջ անձնակազմը։